Հրեական իմաստությունն այնքան հիացած է, որ այն ոգեշնչում է լեգենդները տարբեր մշակույթներում, պատահական չէ։ Հրեաները հայտնի են իրենց խորամանկությամբ և մարտահրավերները հնարավորությունների վերածելու ունակությամբ, անկախ այս մարդկանց մասին անձնական կարծիքներից, անհերքելի է, որ նրանց ուսմունքները ազդեցին մարդկության վրա։ Իսրայելի որդիներին վերագրվող արտահայտությունները պարզապես ժողովրդական են ասում։ Դրանք գիտելիքների ճշմարիտ գանձեր են, սերնդեսերունդից սերունդ են փոխանցվել։ Այս բովանդակության մեջ դուք կիմանաք այս ավանդույթի 8 նախնիների սկզբունք, որը կիրառելի է որևէ մեկի համար, անկախ տարիքից կամ սոցիալական դիրքից։ Առաջին սկզբունքը. պահպանեք ձեր արժանապատվությունը ամենից առաջ։ Սա արժեքավոր խորհուրդ է, որ ծնողները փոխանցում են իրենց երեխաներին, ոչ մի դեպքում չպետք է հրաժարվի ինքնազբաղվածությունից, անկախ նրանից, թե սպառնալիքը ինչ-որ մեկից ավելի ուժեղ է, լինի ֆիզիկական, թե բարոյապես։ Թույլ տալով, որ դրանք նվաստացուցիչ են կամ ուսումնասիրում են, հանրաճանաչ իմաստությունն ասում է, որ անհրաժեշտ է վախենալ այծից, ձին ետևում և ամենուր հիմարը, և սա վերաբերում է ընկերներին, շեֆերին կամ գործընկերներին։ Ոչ ոք իրավունք չունի շահարկել կամ ստիպել ձեզ ինչ-որ բանի, իրականության նշաններ իրականացնելը, անհրաժեշտ է փոխել շրջակա միջավայրը կամ սոցիալական շրջանակը, հակառակ դեպքում ինքնուրույն վատթարանում է, այս առավելագույնը չի քարոզում ամբարտավանություն, բայց հավասարակշռություն և հարաբերությունների փոխադարձ հարգանք, ինչպես ասում է ասացվածքը։ Մի չափազանց քաղցր եղեք, կամ կուլ կտա ձեզ։ Մի դառնվեք, կամ նրանք ձեզ կմերժեն։ Երկրորդ սկզբունք. դեմքի խոչընդոտները որպես դաշնակիցներ, ոչ մի խնդիր չի ծիծաղել։ Ամենավատը խղճահարության աղբյուր լինելն է, այս գաղափարը, որը գնահատվում է Միխայիլ Ժվանեցկիի նման մտածողներին, արտացոլում է խորը ճշմարտություն։ Կյանքն ուղիղ ճանապարհ չէ, այլև լիարժեք ճանապարհորդություն։ Դրա մեջ մենք սայթաքում ենք, վեր կացանք, դիմագրավում ենք նախանձը և ծաղրը, վնաս պատճառում և լավ ենք անում։ Այս դժբախտություններին դիմադրությունը մեզ ուժեղացնում է, հիշեք։ Դժվարություններն անխուսափելի են, անկախ նրանից, թե ինչպես ենք մենք ապրում, դրանք գնահատելու սովորելը ճկունության դաս է, մինչ որոշ աղաղակ ադամանդների պակասի համար, մյուսները նեղվում են իրենց ափսեի մեջ լոբի սակավությունից։ Տարբերությունը տեսանկյունից է։ Երրորդ սկզբունք. մշակեք ընթերցանության սովորությունը։ Հրեաների մեջ գրքերի սերը գրեթե միաձայն է, դրանք կուտակում են ցմահ գիտելիք և հաճախակի վերանայում են նախընտրելի անցումները։ Եթե այս մշակույթում ինչ-որ մեկի հետ եք ապրում, գիտեք, որ ձեր գործերը ոչ անվաբանր գանձեր են, կա մի ասա, որը պատկերում է այս գնահատումը. եթե գցեք ոսկի և գիրք, նախ գիրքը վերցրեք, մեկ այլ առավելագույնը ամրապնդում է տեսությունը և պրակտիկային հավասարեցումը։ Եթե նրանց գործողությունները հաղթահարեն իրենց գիտելիքները, դրանք արժեքավոր են։ Եթե նրանց գիտելիքները հաղթահարեն իրենց գործողությունները, մի հասարակության մեջ, որտեղ շատերը բողոքում են փողի պակասից, քչերը բողոքում են իմաստության պակասից։ Չորրորդ սկզբունք. արժեք ձեր աշխատանքը և փողը։ Հրեաների հետ ֆինանսներ ունեցողը գերազանցում է ագահության կարծրատիպը, նրանց համար փող, լինի դա դոլարով, սիկխով կամ ռուբլով, ներկայացնում է ջանքերի պտուղը, սրբազան բան։ Այս մտածելակերպը գալիս է հաղթահարման ավանդույթից, որտեղ յուրաքանչյուր նվաճում է ձեռք բերվել նվիրվածությամբ, հետևաբար չկա արտոնության կամ թափոնների տեղ։ Առանց նպատակի ծախսերը ընտանիքի ժառանգությունը արհամարհելն է, առանձնահատուկն ամփոփում է այս փիլիսոփայությունը։ Եթե խնդիրը կարող է լուծվել փողերով, դա խնդիր չէ, դա պարզապես ծախս է, ֆինանսական կարգապահությունը կրիտիկական է, ամսական ձեր եկամտի առնվազն 10% պատվիրեք և խուսափեք այս գումարից խաղալուց, ժամանակի ընթացքում արդյունքները կզարմացնեն։ Հինգերորդ սկզբունք. պատիվեք երեցներին։ Հրեական մշակույթում տարեցները գրավում են նշանավոր վայր, ձեր փորձը խորհրդակցվում է ցանկացած իրավիճակում, քանի որ, ինչպես ասում են, նրանք, ովքեր մեծանում են, ավելի քիչ են տեսնում աչքերով, բայց իմաստությամբ ավելին։ Այնուամենայնիվ, սա չի նշանակում կուրորեն ընդունեք բոլոր խորհուրդները, նուրբ նախազգուշացում կա։ Հարգանքի և խորաթափանցության հավասարակշռությունը սա է։ Սիել. վեցերորդ սկզբունք. զգուշացեք կանանց հետ։ Շատ հրեա տղամարդկանց համար գործընկերոջ ընտրությունը կրիտիկական որոշում է։ Անհաջող ամուսնությունը դիտվում է որպես մշտական դժբախտություն, քանի որ ամուսնալուծությունը տարածված չէ այս մշակույթում, այս մասին պատմում է այս խնամքը։ Բացի այդ, հրեա տղամարդու համար հազվադեպ է ամուսնանալ առանց նրա մոր հաստատման, որը ինչ-որ կերպ գործում է որպես անվտանգության ֆիլտր, մեկ այլ մաքսիմ նախազգուշացում. թող Աստված ձեզ ազատի վատ կանանցից։ Լավ, ազատվեք ինքներդ ձեզանից։
7-րդ սկզբունք. Խուսափեք բամբասանքներից և դատարկ խոսքերից, հրեաները հակադարձում են բամբասանքներին և պարապ խոսակցություններին, վաղ տարիքից սովորեցնում են, որ Աստված մարդուն տվել է երկու ականջ և բերան, լսելու ավելին և ավելի քիչ խոսելու։ Գործնականում սա նշանակում է ուշադիր լսել, պահպանելով տեղեկատվությունը, բայց այն տարածելով ծայրահեղ չափավորությամբ, ինչ վերաբերում է ալկոհոլին, չնայած կան անհատական տատանումներ, չարաշահումը հազվադեպ է, առանձնահատուկն ամփոփում է ռիսկը։ Որտեղ է գալիս գինին, գաղտնիքը դուրս է գալիս։ 8-րդ սկզբունքը. Առաջնահերթություն է առաջացնում ընտանիքին, չնայած դա առարկա չէ, որը հաճախ քննարկվում է հրապարակայնորեն, ընտանեկան արժեքները հրեական կյանքի առանցքն են, գոյություն ունի հեգնական ասած. Ով չունի երեխաներ, լավ դաստիարակում, մայրերը մասնավորապես խուսափում են մանրամասներ բացահայտել իրենց երեխաների մեծացման վերաբերյալ, մեկ այլ մաքսիմում արտացոլում է ընտանեկան դինամիկան։ Ծնողները երեխաներին սովորեցնում են, թե ինչպես խոսել, երեխաները ծնողներին սովորեցնում են, թե ինչպես լռեցնել, ավելին, քան կրթությունը կամ նյութական ապրանքները ապահովելը, ուշադրության կենտրոնում է ամուր սկզբունքներ փոխանցելը։ Ձեր երեխայի համար տուն գնելու փոխարեն, այն սովորեցնում է նվաճել այն և հետո ավելին, հյուրընկալությունը ապրանքային նշան է, բայց սահմանով։ Հյուրերը, ձկների պես, 3 օր հետո նրանք սկսում են վատ հոտը, չափավորումը բանալին է։ Եթե ցանկանում եք խորանալ այս կյանքի դասերի մեջ, կամ կիսել ձեր սեփական փորձը և արտացոլումները։ Տարածքը բաց է, յուրաքանչյուր պատմություն, յուրաքանչյուր տեսանկյուն հարստացնում է այն գիտելիքների փոխանակումը, որը գերազանցում է սահմաններից դուրս, ի վերջո իմաստությունը կառուցված է երկխոսության մեջ, ոչ թե մենախոսության մեջ։ Մինչև հաջորդ անգամ, ավելի շատ պատկերացումներ մտածելու, հարց ու միգուցե ամեն օր դիմելու համար։